Հունիսի 7-ի համապետական ընտրությունները պատմական առիթ կնձայե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության վերջնականապես ամրագրելու ինքնիշխանությունը, անկախությունը, պաշտպանությունը, ժողովրդավարությունը եւ սոցիալ արդարությունը, որ անցնող առաջին 3 նահանգներու վարչակազմերու ժամանակին այդպիսի բան գոյություն չուներ, բայց բարեփոխտաբար 2018-ի նոր ժամանակաշրջանի սկիզբով մենք սկսանք ականատեսը լալ զանազան մագարտակներու, ցերբերումներու, որը շատ խովելի է։ Հիմա Հայաստանի քաղաքացին պիտի որոշե արդյոք այս ներկա ընթացքը իրեն համար ընդունելի է, թե գուզե վերադառնալ հին քաղաքապետական ժամանակներուն, երբ Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ կփորձեին Ռուսաստանի ռսասլուկները եւ իրա ասենք ագանտուրան ամեն ինչ գնային, որովհետեւ Հայաստանը գուբերնիա ըլլա, այսինքն ծայրակավար ռուսական դաշնության, որ ոչ մեկին հոգը չէր, որ հայաթափում գիրականացվեր, երբ առաջին նահանգահի երկրորդ եւ երրորդի օրոք մենք ականատես եղանք զանգվածային հայաթափման եւ հիմա արդեն ուրախ եմ նշելու, որ ներկա վարչակազմի օրոք այդ արդահոսքի եւ ներհոսքի հարաբերակցությունը բավականին բարելավված է եւ ավելի կրնա բարելավել, եթե մենք հավաքաբար ճիշտ որոշում ընդունենք եւ այդ ճիշտ որոշման ընդունելու այդ զանր բարդականությունը տրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա հունիսի 7-ին, երբ քվեադուբ կերտա եւ այդ բարակային իմ առաջարկությունն է, իմ եւ իմ նման մտածող սրտացավ հայրու առաջադրանքն է, որ այո, գրնալալ, որ ներկա վարչակազմի օրոք մենք ունենանք, ասենք, մանր թշկողություններ, բայց այդ մանր թշկողությունները սխալ բիդելար թարգմանել եւ որոշումի կալ հին քաղաքապետականներուն օգտին քվեարկելու արդիվ։ Ուրեմն 21 օր մնացած է եւ այս փուլին մենք ամեն օր սկսանք ականատեսը լալ բավականին լարված ընտրաշավի եւ այս ընտրաշավին առավել ասենք շեշտադրում տնող դեսանյութեր կան, որ գուզենք ցերետ գիսել, սկսենք առաջինով։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ազգին եռատոնի կապակցությամբ։ Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորվել է ոչ միայն հայրենական մեծ պատերազմում հաղթանակով, այլև Արցախյան գոյամարտի հաղթանակի խորհրդով։ Իր ուղերձում նշել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց հայրապետի խոսքով այսօր, երբ Արցախը բռնազավթված եւ հայաթափված է, անհրաժեշտ է շարունակել հետևողական լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը, անցյալի իրադարձություններից քաղելով ուժ եւ հաստատակամություն, ուժեղ եւ անվտանգ պետություն կերտելու համար։ Սուրբ եղեցի անուն քո, եկես արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի։ Կաթողիկոսը նշել է, որ հաղթանակի եւ խաղաղության օրը պետք է հիշեցնի ժողովրդի միասնականության, քաջարի ոգու եւ զողողությունների մասին, ինչպես մեծ հայրենականում, այնպես էլ արցախյան հերոսամարտում։ Նաեւ պարտավորեցնում է այս ամենը հոգատարություն ցուցաբերել պատերազմի վետերանների, զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Ուղերձում Գարեգին II-ն աղոթք է բարձրացրել բոլոր զոհված հայրենիների հոգիների համար, ընդգծելով, որ նրանց հայրենասիրությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին, ապրելու եւ արարելու նույն նվիրումով։ Տեսեք, ով ինչ գսե, բարոն Մխիթարյան, ինչ է ծեր արձագանքը։ Այսուշ ժվիտ մը կզակրվեցավ իմ թեմքիս, երբ լսեցի Գարեգին Գաթողիկոս միասնականության մասին խոսի։ Գասկած չկա, որ այդ փարը մեր բոլորին շրտներում վրա պետք է լա, որովհետև
միայն միասնականությամբ է, որ հայրենի երկիրը վերելք կապրի։ Բայց միասնականություն փառ կորձազող Գաթողոսը ինքը հավատա արդյոք այդ միասնականության։ Կորձնականապես արդյոք ցույց տված է 26 դարիներու այն օրեն որ մայր աթորը բռնազավթեց արդյոք ցույց տվավ միասնականություն։ Դուք ցեզ հարց տվեք, հոգևոր հայրեր, ժողովուրդը ցեզ մտիկ կնե։ Ուր է Երուսաղեմի բادرիարքը այսօր։ Ուր է Մոսա բادرիարքը այսօր եւ ուր է Մեծի Դանիելիգո Գաթողոս Արամը։ Ուր է այսօր։ Ինչ միասնականության մասին խոսի Կարեկին Գաթողոս, երբ ինք չհավատար միասնականության։ Այդ փառը սրբությունն է, եթե իսկապես կհավատանք, բայց ինք չհավատար այդ միասնության։ Այս բոլորը գեղձիկ են, արիթ են իր պատկամը դալու եւ կամ իր խավար անցյալը ծածկելու։ Հետևաբար միասնականությունը գսկսի դունեն։ Կարեկին Գաթողոս նախ դունը պետք է շտկե այն իմաստով հոն սրբություն բերե։ Մայր աթորը զրկված է այդ սրբութենեն։ Եթե մենք մեր դունը չենք կրնար գարկի բերել, մենք չենք կրնար հասարակության գոչնել եւ խոսիլ միասնականության մասին, երբ իսկապես ադիգամիան շրթունքի ծառայություն է, որովհետեւ մենք խորապես չենք հավատար միասնականության։ Կարեկին բի միասնականությունը, հասկացած միասնականությունը շատ հստակ է։ Իր պատկանած գլանը ջամփարի ղեկավարները սկսած Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշիր Սամո եւ ուրիշներ հստակ կերպով իրենք միասնական էին, երբ Հայաստանը թալանելու համար առաջադրանք կար սեղանին վրա թրված Կրեմլի կողմը։ Հստակ կերպով իրենք միասնական էին, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսավ, իրենք միասնական էին, հայկական պաշտպանությունը սաբոտաժի ենթարկելու։ Իրենք հստակ կերպով միասնական էին, երբ պետության, հայկական պետականության պաշտպանության բյուջեն թալանվեցավ, միասնական էին, երբ New York Life-ի ակցիայի հայոց ցեղասպանության ֆոնդի այդ զոհերուն ֆոնդին ասենք չարաշահումը կամ ուղղակի թալանչիությունը իրականացնելու համար իրենք միասնական էին։ Միասնական էին նաև Արցախը շահարկման տնելու, միասնական են միջև այսօր Արցախի թեկուզ իրենք Արցախի հանձնման մեջը հայտնի թավաթիր եւ թավաջան մեղսագիցներ դուրս եկան, բայց հիմա Կարեկինբն եւ իր նմանները ամեն կերպ պատրաստ են Արցախը շահարկելու եւ որ իրենք Արցախի անգումին անմիջական ուրեմն ներդրողները եղան։ Եվ այսպիսի գլանը, որ աշխարհարչակ դարձած է, ճագերդյալ աշխարհարչակ, այսին ամբողջ աշխարհում մեկ դխրահարչակ իրենց ասենք ապրելակերպով եւ իրենց շրջանագի մեջը սերային չարաշահումներ իրականացնելով մենք բազմիցս բարձրացնած ենք այն փաստի մասին, որ ինչպես այս գլանի ղեկավարները տարբեր առիթներով բղծած են երեխաներ եւ մենք հիմա այս հաջորդ դեսանյութ դիտենք եւ կշարունակենք մեր զրույցը։ Ձեր անունը Աշակ է, բարի։ Ուրեմն հավիրում են ձեզ այստեղ։ Ես որոշեցի ձեզ բաց նամակ գրել, որովհետև ինձ գրում են հարյուրավոր մարդիկ եւ զարմանում, ինչու միայն ես չեմ ներբեռնում ձեր խայտարակ տեսանյութերը։ Տեսնում եք Աշակ,
Ես իմ ռեսուրսներում ձեր այլասերություններից ոչ մի տեսանյութ չեմ ներբեռնել, չնայած աջակցում եմ ժողովրդին եւ մեր կառավարությանը։ Գիտեք ինչու չեմ ներբեռնել։ Դուք գիտեք, որովհետեւ սա ոչինչ է համեմատած այն այլասերված եւ մարդու ուղեղում չտեղավորվող սեռական կյանքի, որով մեծ սիրով ապրում են ձեր կեղծ կաթողիկոս, Գարեգինը, Կճոյանը եւ Եզրասը։ Աշակ, այսօր ես զարմացա մեր ժողովրդի արձագանքից եւ գիտեք ինչու։ Նրանք իսկապես միամիտ են եւ միայն այսօր իմացան, որ ձեր Գարեգինի հոգևորականները առհասարակ սրբություններ չունեն։ Դուք ոչ միայն սեռական խեղված կապեր ունեք ձեր հարազատների հետ, այլև անչափահաս տղաների։ Արշակ ջան, ես ձեր տեսանյութը չեմ ներբեռնելու, որովհետև այնտեղ ոչ մի նոր բան չեմ տեսել։ Ես բոլորիդ մասին գիտեմ հարյուրապատիկ ավել։ Գիտեք, որ տեսանյութին եմ սպասում։ Սպասում եմ այն տեսանյութին, որտեղ կտրիճը սեքսով է զբաղվում 15-ամյա արգենտինացու հետ։ Այնպես որ շատ չանհանգստանաք, Արշակ։ Դուք իհարկե այլասերված սրբապիղծ եք, բայց կտրիճին ու Եզրասին չեք հասնի այլասերվածությամբ ու սրբապղծությամբ։ Ինչպես նաև այլասերվածությամբ ու սրբապղծությամբ չեք հասնի Կճոյանին ու նրա ընկեր Տիգրանին։ Մենակ ձեզնից շատ են առաջ անցել։ Հեղինակ Ռոման Բաղդասարյան։ Բարոն Մխիթարյան, այս դեսանյութի մեջի վերստին բացահայտվող խեղ գադագություններու մասին, անչափահաս երեխաներու բղձելու մասին եւ աս ընդհանուր իրենց մշակույթի մասին ինչ կսեիք։ Փարմը պիտի վերցնեմ այդ տեսայերիզեն։ Սրբություն փարը, որ կորզածեցի երիտասարդը։ Սիրելիներ, այն որ սրբության խոր ըսկացումը չունի, չգրնար միասնականության մասին խոսի։ Սրբության բացակայությունը այո նորությունը չէ, բայց երթալով այդքան խորացավ մեր եկեղեցու կյանքի մեջ, գակնարկեմ մեր հոգևորականության կյանքի մեջ, որ այսօր եկեղեցու փարոյական վիճակը անտուտի խորը հասած է։ Ցավալի է, որ մենք այս նյութերը կշոշափենք հանրային հեռուստատեսի վրա, բայց եթե չշոշափենք այս հարցերը, ինչպես պիտի փրկվի եկեղեցին այս անբետք եկեղեցականներեն, այս սրբաբիղծ եկեղեցականներեն, գրնակ երևակայել մանգաբիղձեր լեցուն են այսօր մեր եկեղեցու գամարներուն ներքև։ Այս բոլորը ով պիտի փոխե։ Թուք սիրելիներ, լուսանցքի վրա մի մնաք, եկեղեցին թուգեք, հետևաբար, եթե գուզեք եկեղեցին մաքրել, պետք է ցայնակցիկ բոլորդ, որբեսի եկեղեցին մաքրենք այս սրբաբիղձերը։ Վերջերս վարչապետ Փաշինյան շատ դիպուկ խոսք ասավ ընդրաշավի ժամանակ երկրորդ նահանգա Ռոբերտ Քոչարյանի մասին։ Լսենք, դիտենք եւ շարունակենք մեր զրույցը։ Մարտի մեկը բացահայտված է, 100%-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված, այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Պատճառը որ երկրորդ, երրորդ նահանգները եւ իրենց թուլաները միջև այսօր անբադիժ կմնան, որովհետեւ Հայաստանի Հանրապետության թադաիրավական համագարկը միջև գարդ ժամանակ առաջ գշարնակվեր Ռուսաստանի թուլաներու աստեցության ներքո ըլալ։ Հիմա մենք այս պատմական շրջանին պատմական առիթ ունենք, որովհետեւ հայկական pedagogical իսկական ինքնիշխանությունը գայացնենք եւ Հայաստանը դառնա օրենքի քերագայության պետություն, որտեղ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր արարքներուն համար օրենքի առջև։ Հետևաբար մենք չենք կարող ցերնածալ մնալ եւ իբրև թե
հումանիտար գեցվածք որթեքրել եւ ներում դալ մարտի 1-ի համար, ներում դալ հոկտեմբեր 27/1999-ի Պետական ղեկավարության ըսպանթի համար, երբ մենք բազմիցս դերեկացանք, իրազեկվեցանք, որ հոկտեմբեր 27-ի պատգամը քաղաքական սպառնալիքի թեմայի վերածված է, հանցինս ռսասլուկ հայ-հոպական տաշնակցության բյուրոյականներուն եւ նաեւ թակուն գերբով սորոսականներուն երկու թևերնալ դժբախտաբար նույն աբրանքն են հետեւաբար մի խաղիկ որ մեկը բյուրոյական է մյուսը սորոսական է երկու քնալ երկու հատվածներնալ նույն մեծամտությամբ կարաշնորթվին եւ իրենք իրենց կներկայացնեն սպյուրքի դերն ու դիրականը որ այդպես չէ բոլորովին այդպես չէ եւ 2015 թվին ես այստեղ պետք է նշումը կատարեմ երբ 2015 թվին ես հրապարակում կատարած էի եւ այդ հրապարակումի մեջ հստակ նշած էի որ այդ ժամանակվա թրությամբ սպյուրքի կրոնական եւ հասարակական եւ քաղաքական գազագերբություններու անդամներու համախառն թվականակը չանցնիր ավելի քան 5%-ը իսկ այսօր պետք է դխրությամբ նշեմ որ չանցնիր նույնիսկ 2%-ը որովհետև վարկազրկված են եւ իրենց թիրքերը աննախընթաց թուլացած են հիմա մենք կագնկալենք որ նոր սպյուրք կերտենք բոլորս միասնապար Բարոն Մխիթարյան ծեր գարձիկը Թադա իրավական համագարքին պետք է ենթարկվի նաև Քարեքին Գաթողոս շատ հստակ արձանագրություններ կան թե որքան չարաշահումներ կատարած է Քարեքին Գաթողոս անձնապես ադիգալա տրամական գալվածային եւ այլ արժեքավոր բիդույքներ որոնք հերացված են մայր աթորի թանկարանեն այս բոլորին համար պետք է թադա իրավական համագարքը որքան բիլի կործե նախին օլիգարխներու հանդեպ նույնքան ուշքին պետք է կործե նաև Քարեքին Գաթողոսի հանդեպ որ մինչև այսօր բռնազավթած է մայր աթորը եւ չարաշահած է ամեն գերբով չկա հաշվետվություն չկա թափանցիկություն հասած է ժամանակը որ իշխանությունները նույն թադա իրավական համագարքին արչև կանգնեցնեն Քարեքին Գաթողոսը եւ բանջեն այն ինչ որ գեղձված եւ հապշտակված է մեր ժողովուրդը Հիմա միասին դիտենք հաջորդ տեսանյութ եւ շարունակենք մեր զրույցը Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսալիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք, համբալ։ Այս տրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունը առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունը առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ, հասկացար այ համբալ, 2021 թվին ժողովուրդը քեզ կզոցրել է, ու չկասկածես, որ 2026 թվի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզոցնելու է, ու դու կզած վիճակում, հենց կզած վիճակից, տանկերի ու զորքերի ու վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա, ու ժողովուրդը նաև սրա համար է քեզ կզոցնելու, ու երկար ժամանակով ուղարկելու է քրեակատարողական հիմնարկ։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշինքի հետ միասին հասկանում է, որ չի կարողանում հատել անցողիկ շեմը, որպեսզի Հայաստան Դաշինքը հատի անցողիկ շեմը, նրան պետք է
մոտավորապես եթե մասնակցությունը լինի 1 միլիոնից ավել կամ 1.200.000-ի չափով, մոտավորապես 100,000 ձայն։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան դաշինքը չի կարողանալու 8%, 7% ձայն հավաքել եւ ակնհայտ է, որ հիմա ինքը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի իր շուրջը համախմբի դիմադիր զանգվածին եւ կարողանա հատել այդ շեմը, ինչը չի ստացվելու այնուամենայնիվ, բայց այսօր քիչ առաջ Քոչարյանը իրեն թույլ է տվել վիրավորել Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարին, ասելով այ համբալ։ Ուրեմն Քոչարյանը նախ եւ առաջ պետք է իմանա, որ ինքը իրանից մեծ, իրանից հաջող համբալ հայ ժողովուրդը չի ունեցել, անհաջող հայ համբալ հայ ժողովուրդը չի ունեցել, որովհետև ինքը այլ երկրի համբալ է, որը որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկել է եւ դիտարկում է որպես տեղ, որտեղ ինքը միլիոններ, միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ փող է աշխատել եւ միևնույն ժամանակ սպասարկել է այդ երկրի համբալություն է արել այդ երկրի համար։ Դրա համար համբալը ինչը ինքը լավ գիտի եւ ցավալին այն է, որ այդ մարդը Հայաստանի Հանրապետության նախագահ է ներկայանում, նախկին նախագահ է ներկայանում, բայց մենք բոլորս գիտենք, չէ՞ որ այդ համբալը երբևիցե չի ընտրվել։ Եվ ընտրությունները կեղծված են եղել, բռնություններ են եղել ընդդիմադիրների նկատմամբ եւ այլն եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ այդ համբալը խոսում է ազգային արժեքների մասին։ Բայց դու ինչ կապ ունես հայկական ազգային արժեքների հետ։ Չէ, անկեղծ։ Դու արնախում եւ ընտրությունները կեղծող, պետությունը կեղեքող, տարբեր ձևերով պետության հաշվին հարստացող եւ այլ երկրի շահ սպասարկող մի համբալ ես, որին ատում են։ Քեզանից ատելի մարդ հայ ժողովրդի պատմության մեջ, քաղաքական պատմության մեջ չկա։ Քեզ հիշում են մահվան հետ կապված, քեզ հիշում են քո հոկտեմբերի 27-ի հետ կապված, մարտի 1-ի հետ կապված, երբ որ սուտ էիր խոսում, բերանդ ծռելով ասում էիր, որ մեքենայի հետևից դուրս են գալիս, կռակում են, ներս են մտնում։ Ուչստկովի գործը, դու ինչ ինքնություն ունես։ Դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես։ Դու հայերեն խոսել գիտես, դու հայերեն գրել գիտես, դու ինչ հայկական ինքնություն։ Դու մանկուրտ ես։ Մանկուրտ։ Այդ բառը գիտես ինչ է նշանակում։ Մանկուրտ ես։ Դու ինքնություն չունեցող մի ազնվորություն ես։ Կարող ես գնալ ինձ դատի տալ, բայց մի բան իմացի, Քոչարյան, որ սա այս ամենը քեզ չի փրկելու եւ չի օգնելու։ Դու հայտնվելու ես բանտում, դու պետք է հայտնվես բանտ։ Դու պետք է պատասխան տաս այն ամեն ինչի համար, ինչ արել ես հայ ժողովրդի նկատմամբ։ Ոնց ես գույքը պարտքի դիմաց տվել օտար երկրի, ոնց ես ամեն ինչ արել տնտեսության առումով, որպեսզի տնտեսության Հայաստանի տնտեսությունը լիովին կախված լինի մեկ տեղից եւ քեզ այդտեղ կարողանան բան նամեստնիկ կարգեն, հա, քո լեզվով ասեմ, որ դու հասկանաս։ Որ Հայաստանը ծայրագավառ լինի, որ դու կարողանաս Հունաստանում, Աֆրիկայում վայելես քո միլիոնները, հարյուրավոր միլիոն դոլարները։ Քո խմբակցությունը, Հայաստան դաշինք խմբակցությունը ձախողվել է։ Հայկական պետականության ներգա վարչակազմի բարի հատկությունները մեկը, որ ես շատ բարձր կգնահատեմ, այն է, որ կորձելացևը գմիդի ինստիտուցիոնալ դարձնել թադա իրավական համագարքի ասենք կորձունեությունը ինստիտուցիոնալ դարձնել բեդուտյան զանազան բաժանմունքներու, նախարարություններու կորձունեությունը եւ այս մասին պետք է ես քովասանական երկու խոսք ասեմ բարոն Հարկարժան Արայիկ Հարությունյանի մասին, վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, երբ Լոս Անջելես կգտնվեր, ասենք
Լոս Անջելեսը ամերիկայության հետ հանդիպման ժամանակ իր միտքը շատ հստակ բարձեց, ասելով որ մենք կմիտենք ինստիտուցիոնալ դարձնել, ասին հիմնարկները այնպես լավ որ եւ որ ժամանակը կա եւ մեր վարչաշրջանը ավարտվի հիմնարկությունները, pedagogan հիմնարկությունները շարունակեն կորձել եւ սա շատ կովելի է, որովհետեւ մենք դժբախտաբար այդ բարեհատկությունները ունեցող հայկական pedagoganության ագանադես չեղանք միջև երկար ժամանակ, բայց հիմա արդեն այդ զլարցակումները հավատ կներշնչեն, որ աբակա գա եւ անշուշտ այդ կորձընթացը պիտի հասնի իր փառվոք լուծումին, երբ Հայաստանի քաղաքացին գմերժե ընդրագաշարք ստանալ, որովհետև ընդրագաշարքի գաշարադվությունը չի կատարվի միակողմանի, նաև գաշարագերությունը պետք է ըլլա, որովհետեւ գաշարադվությունը իր նպատակին հասնի։ Ուրեմն ես ուրախ եմ նշելու, որ Հայաստանի Հանրապետության իրավաբան մարմինները սկսած են լայնամասշտաբ գործունեություն իրականացնել եւ գաշարադվության օղակներ բացահայտել եւ բացահայտության ենթարկել հանցագործները։ Ես նույնիսկ պիտի որ գետրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկե որակավորված գուսակցություններու եւ թաշինքներու մասնակցությունը եւ որ փաստերը ճուրին երեսել են։ Թադայրավական համագարկը չի կարող լավ աշխատել, եթե Հայաստանի քաղաքացին գոմ չկվեարկե հայկական pedagoganության ինքնիշխանության հզորացման։ Իսկ եթե Հայաստանի քաղաքացին գոմ կվեարկե հին ռեժիմականներու ռևանշիստական արշավին, պիտի չսեի ընդրաշավ, ապա ուրեմն գոմ կվեարկած գլա բանանային պետության կայացման կամ հայկական pedagoganության չկայացման։ Պետականաշինության խաղապարը մեր ժողովրդի մեջ պետք է զարգանա, խորանա եւ արմադանա։ Պետականաշինությունը գզորանա, գզարքանա այն ադեն, երբ բոլորս կհավատանք օրենքի քերակահության։ Առանց օրենքի գտարնանք անդարային երգիր։ Ուժը չէ որ պիտի կործա այստեղ, այլ իմաստությունը, համբերությունը եւ հասկացողությունը եւ այս բոլորը ենթա խորակիրներն են օրենքի։ Մենք կլանք ժշկրիտ երգիր ինքնավար, ինքնապավ, երբ խորավես կհավատանք, որ մեր երգիրը օրենքի վրա պիտի հիմնվի եւ այդ ծավով պիտի շարունակե զարայելու իր հասարակության։ Բարոն Փաշինյանը միանշանակ իրավունք ունի, երբ կսե հանցագործները պիտի նստին եւ անշուշտ հստակ կերպով անունը կնշե Ռոբերտ Քոչարյան երկրորդ նախագահին, ես պիտի ասեի չնախագահ, որովհետեւ ըստ երևույթին Բարոն Քոչարյան եւ իր գլանագիցները եւ նաեւ թուլաները սխալ պատկամ գդարածեն, երբ իրենք կշարունակին շնորհիվ ռուսական դաշնության օլիգարխներին այսօր ազատության մեջ գտնվելը սխալ պատկամի կվերածեն եւ իբրև թե իրենք կարող են անբադիժ մնալ, անթիպչելի մնալ։ Սակայն ըստ երևույթին ես ուրախ եմ, որ Հայաստանի քաղաքացին սկսած է ավելի ուժեղ գամքով մոտենալ եւ պատրաստվել իր քվեն վստահելու հոգուտ թադա իրավական համագարկի ուժեղացման, հոգուտ օրենքի քերագայության ուժեղացման եւ հոգուտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, պաշտպանության, սոցիալ արդարության եւ ժողովրդավարության հզորացման առաջադրանքին։